Բարի երեկո, հարգելի հանդիսատես, մեծարգո հյուրեր և արվեստասեր հանդիսատես, ձեր ջերմ ծափարություններն եք ուզում լսել շատ բարձր։ Բարև ձեզ, հարգարժան ներկաներ։ Այսօր տոնում ենք Նինահար մշակութային կազմակերպության հիմնադրման 15-ամյակը, ձեր բարձր ծափարությունները ևս մեկ անգամ։ 15-ամյակ, մի կարևոր հանգրվան, որն ամփոփում է տարիների նվիրումը, ստեղծագործ աշխատանքը և ազգային մշակույթի պահպանման ու տարածման պատասխանատու առաքելությունը։ Նինահար պարային համույթը 44 տարիների ընթացքում դարձել է այն ամուր հիմքը, որի վրա հետագայում ձևավորվեց Նինահար մշակութային կազմակերպությունը։ Համույթի ստեղծագործական հաջողությունները, ազգային մշակույթի պահպանման ուղղված գործունեությունը և արվեստի հանդեպ նվիրումը հիմք հանդիսացան ավելի լայն մշակութային կառույցի ստեղծման համար։ 15 տարիների ընթացքում Նինահար կազմակերպությունը դարձել է մշակութային կյանքի կարևոր ու ճանաչված կենտրոն, համախմբելով արվեստի նվիրյալների, ստեղծագործ անհատների, պարարվեստի սիրահարների ու մշակութային գործիչների։ Կազմակերպության գործունեությունը ծավալվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում, որտեղ այն արժանացել է մեծ սիրո, գնահատանքի և բարձր ընդունելության։ Այո, իսկ ձեզ այսօր սպասվելու է հիշարժան համերգային ծրագիր տպավորիչ բեմադրություններով և բազմաթիվ հաճելի կատարումներով։ Ձեզ սպասվում է, այո, հիանալի հոբելյանական ծրագիր, որը լի է լինելու բազմազան կատարումներով, փայլուն ելույթներով և իհարկե մտքի թռիչքով 15-ամյա Նինահարի ձեր բարձր ծափարությունները ևս մեկ անգամ, սիրելի հյուրեր և պատվավոր հյուրեր։ Իսպես մնում է միայն մեր հանդիսատեսին մաղթել հաճելի դիտում, բարձր տրամադրություն։ Այո, և ամբողջ համերգի ընթացքում ձեզ հետ կլինենք մենք Քրիստինան և Էնջին։ Շնորհակալ եմ։ Հարգելիներս, փայլուն կերպով մեկնարկը եղավ Ռաֆայելյանների պարային դպրոցի կատարմամբ, բայց մինչ շարունակել համերգային ծրագիրը առաջարկում ենք 1 րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը, այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն մեր այսօրվա։ 1 րոպե լռությամբ ոտնքայս կխնդրեմ բոլորիդ։ Շնորհակալ եմ։ Կյանքը շարունակվում է, և մենք այնքան ամուր ու պինդ ենք, որ պետք է գնանք առաջ, արարենք, ստեղծագործենք և ապրենք ու ամբողջ աշխարհին դեռ ապացուցենք, որ յանով վերջացող ազգանունները դեռ պետք է շատանան, Քրիստինա։ Համաձայն ես։ Միանշանակ համաձայն եմ, իսկ դա միայն ապացուցվում է մշակութային արժեքներով, գործով և ստեղծագործելով։ Եվ իհարկե մեր ազգայինը պահպանելով։ Դե ինչ, ձեզ մաղթում ենք հաճելի դիտում, սիրելի հանդիսատես, վայելեք գեղեցիկը, վայելեք կատարողական արվեստի ամենահետաքրքիր ճյուղը, պարարվեստը։ Բայց մինչ անցում կատարելը պարային ելույթների, ուզում ենք սիրով ներկայացնել համերգի հատուկ հյուրի, սիրված երգիչ։ Վարդան Խաչատրյանն է մեզ հյուր եկել շնորհավորելու 15-ամյակը ձեր բարձր ծափարությունները մեր տաղանդավոր երգչին, որը կներկայացնի վերկաց եղբայրին ստեղծագործությունը։ Դիմավորել Վարդան Խաչատրյան, ձեր ծափարությունները։ Վերկաց եղբայրի, երկս կիսեմ քեզ հետ, վերկաց եղբայրի, ցավս կիսենք մեկտեղ, սառած մանիդ ես ուր կտամ, իսկ երկերիդ թևեր կտամ, ու քեզ տանեմ մեր սարերով, տանեմ մեր լեռներով, ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալեհեր ու տունը, հայրենի մեր տունը, վերկաց եղբայրի,
ինչ արել կապույտ երկնի ամար արքա անտառների կանաչս կա իսկ ես տանեմ քեզ սարերով իսկ ես տանեմ քեզ լեռներով ցույց տամ երկինքը մեր Մասիս ալեհելու տունը Հայրենի մեր տունը Զանգերը չեն լռել վերգած եղբայրին Մեր երգը չեն գրել կիսատ երգիտ նոր թողնել Կիսատ զարգիտ նոր զարգ սուլել ու քեզ տանեմ մեր սարերով ու քեզ Տանեմ մեր լեռներով ցույց տամ երկինքը մեր Մասիսը ալեհելու տունը Հայրենի մեր տունը Վեր կաց եղբայրին Վեր կաց եղբայրին Եղբայրին Վեր կաց եղբայրին Ինար մշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականին, որի օրմատները մեզ տանում են դեռ հեռավոր 1929 թվականները, երբ առաջին անգամ տարածաշրջանում Ներքինախտայում կառուցվեց խրճիթ ակումբը Քարվանսարա գյուղում և առաջի անգամ հավաքվեց նինահար օրային համույթը։ Ես Ժասմին Ավագյանն եմ, աշխատում եմ նինահար պարային համույթում, որպես պարուսուց գլխավոր։ 1981 թվից աշխատել ենք Ռաֆայելյանների հետ։ Ռաֆայելյան Մանվելի հետ միջև ամուսնանալը 1 տարի աշխատել եմ Մարմարի գյուղում, Աղավնաձոր գյուղում, այնուհետև 82 թվից ամուսնացել ենք, աշխատել ենք Աթարբեկյան հեղամասի մշակույթի տանը, երկրորդ մշակութանը ստեղծել ենք շատ սիրուն ուսուցողական պարային համույթ, կոչել ենք նինահար պարային համույթ։ Իմ մասնագիտական ուղին սկսել է հենց այս դպրոցում, այնուհետև շարունակել եմ Մոսկվայի Հայորդաստանը և Թատերական ինստիտուտում։ Այս պահին աշխատում եմ փոքրիկների հետ, որոնք ինձ շատ մեծ էներգիա են տալիս, վստահ եմ, որ ես իմ բարի դրական էներգիայով նաև իրենց եմ փոխանցում, շատ սիրել եմ, վստահ եմ իրենք էլ ինձ ու համոզված եմ, որ մեր աշխատանքը էլ ավելի կերկարի։ Ես Մարկ Ռաֆայելյանն եմ, ես Ռաֆայելյանների ընտանիքի ամենակրտսեր պարողն եմ։
Ես փոքր էի եւ տեսնում էի թե ինչպես էին իմ դասարանցիները գեղեցիկ պարում եւ որոշեցի որ ես էլ պետք է պարել սկսեմ եւ ես հասկացա որ պետք է ձեզ մոտ պարեմ Նինահար պարային համույթը իր ուղին գծել է դեռևս 44-45 տարի առաջ Տեր եւ Տիկին Ռաֆայելյանների մտաղացմամբ ծնունդով պարային եւ ես ինքս լինելով ընտանիքի զավակ ուրիշ ճակատագրի չեմ արժանացել պարից բացի եւ գիտեք ինչ կարեւորը միայն ստեղծելը չի ստեղծումը իհարկե ամենակարևորներից է, բայց այն պահպանելն ամենադժվարը այս կյանքում։ Յուրաքանչյուր մասնագիտական ոլորտի մեջ այն պահպանելն է դժվարը։ Եվ 44-45 տարի որպես նինահար պարային համույթի պահպանման անունը կրող մեր պարադպրոցի հիմքը շատ ամուր է։ Մեզ համար շատ կարևոր է կազմակերպության պահպանումը, կազմակերպության անդամակցող մեր ընկերներին, գործընկերներին, ովքեր որ ամենայն լրջությամբ են վերաբերվում մեր արած աշխատանքին։ Պարը դա յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը եւ դրա բնորոշ գծերն են, ինչպես ասում էր Մեծն Կոմիտասը։ Մենք անդադար 45 տարի ոչ մի ընդմիջումով աշխատել ենք եւ աշխատելու ենք մեր պարային գաղափարով, մեր պարային ծրագրերով։ Շնորհակալություն եմ ասում ասեմ մեր հանդիսատեսին, մեր ջերմագին հանդիսատեսին, ով այսօր ներկա է լինելու մեր հոբելյանական 15-ամյակին կազմակերպության, որը որ դեռևս ստեղծվել է 2011 թվականից։ Մենք սիրում ենք պարել եւ սիրում ենք ձեզ Բեմարդակում է Ռաֆայելյաններ պարային դպրոցի կրտսեր դասարանը, Արցախի գույները, գեղարվեստական ղեկավար Արտյոմ Ռաֆայելյան, պարուսույթ Շողեր Գուրեհյան, ջերմ ծափարություններով դիմավոր է։
բարային դեպքոց ձեր բարձր ծառայությունները։ Շնորհակալ եմ։ Ճանապարհում ենք երեխաներին։ Հարգելի հանդիսատես, ամբողջ ամենի ընթացքում ունենք նաև հյուրընկալ խմբեր։ Ողջունում ենք եւ ուշադրությունը սևեռում ենք դեպի էկրան։ Նախ շնորհակալություն հրավերի համար, տպավորությունները եւ ակնկալիքները շատ են։ Բարը իմ կյանքի մի մասն է ու ես դրանով եմ ինձ լավ զգում, հետեւաբար եթե ես չեմ ապարում, ինչ որ բան պակասում է իմ կյանքից ու ապարն ինքնին ինձ համար մոտիվացիա է։ Ճանաչելով Նինահար մշակութային կազմակերպությունը շատ մեծ նշանակություն ունի եւ տարիներ շարունակ համագործակցելով շարունակում ենք համագործակցել եւ ավելի մեծ ակնկալիքներ սպասել ու տեսնել։ Մեր խմբի առանձնահատկությունը այն է, որ մենք աշխատում ենք միասին։ Մենք ամեն ինչի հաղթահարում ենք միասին։ Լուծում ենք խնդիրները միասին։ Եվ այն ամենը, ինչը որ մենք հիմա ունենք, դա մեր աշխատասիրության եւ մեր պարուսույցի շնորհիվ է։ Պիտի թե մասնակից սանը, թե ղեկավարը տեսնելով, մասնակցելով բարձրաստիճան միջոցառումներին ավելի զարգանա ու խորանա։ Պահպանել մեր մշակույթը եւ սերմանել երեխաների մեջ ամենակարևորը ազգայինը։ Լարվածությունը անցնում է հենց այն պահից, երբ արդեն բեմում ես։ Այդ ժամանակ դու զգում ես քեզ, զգում ես շարժումը եւ հասկանում ես, որ այո, դու կարող ես։ Ողջունում ենք հյուրընկալ խմբին։ Ջեր ծափարություններ հնչեցրեք այս տաղանդավոր թիմին, որը նույնպես շնորհավորում է մեր տասնյակ կամերա Հոբելյանը։ Մեմարտակում են Նիգել Պարային ստուդիան, Արցախի աղջիկներ, Երվեստական ղեկավար Նելի Գրիգորյան, դիմավորեք։
Ջաններ, կատարեցին ինգեր բարեստիների գերեցկուհիները, շնորհակալ եմ։ Բեման թակում է Նինահար պարային համույթը, Տարոնի ազգագրական պարերի շարան, գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Մանվել Ռաֆայելյան, պարերի բեմադրությունը Արտյոմ Ռաֆայելյանի, գլխավոր պարուսույց հիմնադիր Ժասմենա Ավակյան, դիմավոր։
կրտսեր Մանվել Ռաֆայելյանը, ձեր բարձր ծափարությունները։ Ողջույն սիրելի հանդիսատես, սա իմ համար պատմական բեմ է և պատմական երևույթ է, քանի որ սա իմ երազանքներից մեկն է, ես և ավագ փորձից նույն բեմում բարև։ Merci, բոլորիս բարձր ճավանություն։ Շնորհակալ եմ, հայրում ելույթ, տպավորիչ կատարում և շարունակում ենք մեր հոբելյանական համերգային ծրագիրը, Քրիստինա, ներկայացնենք հաջորդ համարը։ Այո, շարունակում ենք և բարձր ծափելով ողջունենք Ռաֆայելյաններ պարային դպրոց, կտսեր դասարան, Շիրակի պար, պարային պրեմիերա։ Վայելում ենք պարի պրեմիերա, դիմավորեք, ջեր ծափերը չենք մոռանում։ Ճանապարհում ենք դրանց նախապատրաստելու մյուս ելույթներին, շնորհակալ եմ։ Ունենք ևս մեկ հյուրընկալ պարախմբի մասին գեղեցիկ պատմող տեսանյութ, այնուհետև կվայելենք դրանց ելույթը։ Ուշադրությունը էկրանին։ Տպավորությունները շատ մեծ են, քանի որ ես ինքս երկար տարիներ որպես Նինահար պարախմբի պարող մասնակցել եմ տարբեր միջոցառումների, որոնք անցել են շատ հետաքրքիր, որոնք անցել են շատ պատասխանատու եւ շատ իդեալական մակարդակի։ Մենք տարիներ շարունակ մեր փորձերն անց ենք կացնում անմխիթար փոքր դահլիճում, սակայն մեզ դա չի խանգարում, որպեսզի մենք գնանք մեր նպատակի հետևից եւ պահպանենք պարային մշակույթը։ Պարել եմ Ռաֆայելյաններ պարային ստուդիայում եւ երկար տարիներ նաեւ պարել եմ հենց Նինահար պարախմբում։ Համերգը լինում է ազգային տոնով, համերգի ժամանակ պարում են միայն հայկական, որոնց շնորհիվ էլ երեխաները եւ ինչու՞ չէ նաեւ հանդիսատեսը լցվում է ազգային եւ հայկական ոգով։
Բարի իմ համար հանգստություն է, երջանկություն, նոր ապակայի ձեռքբերում։ Այնինչ մենք չենք կարող արտահայտել անգամ հարուստ բառապաշարով, մենք կարող ենք արտահայտել բարի միջոցով, այսինքն զգացմունքների եւ հույզերի արտահայտման ձև։ Քոչարին ռազմական պարա, եւ որ քոչար ենք պարում, զգում ենք էլի տղամարդկության ուժը։ Նինահար մշակութային կազմակերպությունը ու Նինահար պարախումբը այս տարիների եւ մեր հետագա տարիների ընթացքում հասնեն էլ ավելի մեծ բարձունքների ու այսպիսի միջոցառումներն էլ ավելի շատ լինեն։ Բեմարտակում է Սուքիասյաններ պարային ստուդիա, երվեստական ղեկավար և հիմնադիր Արթուր Սուքիասյան, ողջունեք։ Շարունակվում է մեր հոբելյանական համերգային ծրագիրը եւ եւս մեր գեղեցիկ ելույթի սաներին հրավիրենք Ռաֆայելյաններ պարային դպրոց հիմնական կազմ վասպուրական շրջանի բարեր դիմավորենք։
ձեր բարձր ճամփորդությունները։ Շնորհակալ եմ։ Հարգելի հանդիսատես ևս մեկ գեղեցիկ ելույթով հանդես կգա սիրված երգիչ Վարդան Խաչատրյանը։ Երգը կոչվում է «Կղզի», սիրով ձեզ համար։ Դիմավորեք մեր հատուկ հյուրին ջերմ ծափարություններով։ Վարդան Խաչատրյան։ Արի քեզ պատմեմ մի կղզու մասին, որտեղի մտքում միշտ միասին մենք իրար ապրում ենք, մեզ վայելում ենք ու ամբողջը կար որ խանգարեր, քո սիրտը ինձնից առներ տաներ, մեր սերը մի պահեր, դու պիտի պահեր, ամիսներն արդեն դարձել են տարիներ, քեզ գործրի գուցե հենց դա էլ բարիներ, մնացի մենակ իմ սիրո կղզում, և ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի հուզում, մնացի մենակ իմ սիրո կղզում, և ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի հուզում, ինչ էլ որ ասեմ իմ ու քո մասին, ուշ է արդեն շատ փոխել ուղին, մեր սերը թողել ենք մենք քամույսի, սեր ամեն օր քեզ եմ ես հիշում, թե լինեմ քնած ու թե արթուն, ոնց պահեմ թաքուն, որ քեզ եմ սիրում, ամիսներն արդեն դարձել են տարիներ, քեզ գործրի գուցե հենց դա էլ բարիներ, մնացի մենակ իմ սիրո կղզում, և ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի հուզում, մնացի մենակ իմ սիրո կղզում, և ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի հուզում, մնացի մենակ իմ սիրո կղզում, և ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի հուզում, մնացի մենակ իմ սիրո կղզում, և ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի հուզում, մնացի մենակ իմ սիրո կղզում, և ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի հուզում, քեզանից հետո տարբեր քամիներ, քեզ կորցրի գուցե հենց դա էլ բարիներ։ Շնորհակալ եմ ես հատուկ հյուր մեր համերգային ծրագրի, մենք ուզում ենք սիրով հանձնել ձեզ այս պատվոգիրը, որը կհանձնի քեզ։ Նինա մշակութային կազմակերպության հիմնադիրը, մեր սիրելի անփոխարինելի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալակիր Մանվել Ռաֆայելյանը, սիրով հրավիրում ենք դրան բեմը հարթակ։ Համեցեք։ Պատվոգիր Վարդան Խաչատրյանին և շնորհում Նինա մշակութային կազմակերպության 15-ամյա հոբելյանական հուշամեդալ, հայկական էստրադային երգարվեստի պահպանման, զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի, ազգային մշակութային արժեքների արժանապատիվ ներկայացման, ինչպես նաև Նինա մշակութային կազմակերպության 15-ամյակին նվիրված հոբելյանական համերգին ունեցած բարձրարվեստ մասնակցության և ներդրման համար։ Շնորհակալ Շնորհակալ ենք և շնորհավորում ենք ցուցադրենք ընտրեմ հուշամեդալը, որը կարծում եմ քեզ դեռ ես ամենակարևոր բանը հիշեցնի մեր հոբելյանական համերգի մասին։
Մենք ենք շնորհակալ Վարդան Խաչատրյան, շնորհակալ Շարունակենք Քրիստինա։ Այո, շարունակենք, որովհետև մեզ սպասվում է հիշարժան համերգային ծրագիր լի տպավորություններով, տպավորիչ բեմադրություններով ու շատ յուրօրինակ կատարումներով, այո։ Հարգելի հանդիսատես, ձեր ուշադրություն ենք սևեռում կրկին էկրանին ևս մեկ հյուրընկալ խումբ։ Գնացինք։ Մեր պարախումբը շատ փոքրիկ է, դեռ ծիլ է, այսպես կարելի ասել։ Մեկ տարուց մի քիչ ավել է ինչ գոյություն ունենք, բայց հիմքը ուզում եմ դնել իրենց ավելի ազգային, ավելի հայրենասիրության վրա հիմնված։ Դեռ փոքրիկ են իրենք ինչ-որ բաներ ասելու համար, բայց ես արդեն իրենց ապագան տեսնում եմ ավելի մեծ տարիքում։ Իմ անունը Սաթենիկ է։ Մեր պարախմբի անունը Հայակ Դանս Ստուդիա։ Ընկեր Աստղիկը Աստղիկ Ղամբարյանը։ Բան ինձ համար շարժումներից բաղկացած մի երևույթ է եւ առանց բարել ես չեմ կարող ապրել։ Հայկական եմ ավելի շատ սիրում։ Թամզարը, Ծաղկաձորի համերաշխությունը, ընկերասիրությունը եւ սերը։ Նինահարի հետ իմ կապվածությունը մի ուրիշ մակարդակի վրա է, սա ավելի շատ ընտանեկան։ Ես ինձ հարազատ ինչպես է, չգիտեմ, աղջիկը վերադառնում իր հայրական տուն, այդպիսի զգացողություններ եմ ունենում ամեն անգամ լսելով Նինահարի անունը։ Դիմավորեք, բեմարդուկում է հյուրընկալ խումբ Հայակ պարային համույթ։ Կրտսեր տարիքային խումբը ներկայացնում է Թռնոցի գեղեցիկ բեմադրությունը։ Գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Աստղիկ Ղամբարյան։ Устից կուգաս սուշիկ քուշիկ ոտամը տելվարդի փուշիկ Устից կուգաս սուշիկ քուշիկ ոտամը տելվարդի փուշիկ Շատ խորոտ ես պակտանուշիկ շատ խորոտ ես պակտանուշիկ Հարային հարլան աղջիկս հարային ջեյրան աղջիկս հարային մանուշ աղջիկս հարային փուփուշ աղջիկս Դուլ 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 ջան դուլ 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 Քուշիկ շատ խորոտ ես պակտանուշիկ Устից կուգաս սուշիկ քուշիկ շատ խորոտ ես պակտանուշիկ Գերել եմ ծոցիտ միջինը մեկնել է սրտիտ միջինը Հարային հարլան